եկաք տաղավար, մի քանի թեմաներ հետ կապված նաև ձեր գնահատականը լսենք եւ այսպես Մակում Ալիևի ելույթը, որին հաջորդեց Փաշինյանի ելույթը, ըստ էության ողորմելի խոսք, որևէ ձևով պատասխաններ, որևէ ձևով հակադարձում չկար, խնդրեմ։ Մենք վաղուց արդեն սովոր ենք, որ որքան վայրակ եւ ինչպես ինքն է ասում կոմպրոմիսի չգնացող է ներքին հարցերում, այդքան խեղճ ու ողորմելի անարժանապատիվ միջազգային հարթակներում, այն հարթակներում, որի համար մենք պետություն ենք ստեղծել ժամանակին, որը հիմա փորձում ենք իրեն վերագրել, թե հիմա Հայաստանը անկախ է, անկախ Հայաստանի որևէ ղեկավար այդպես ստորաքարշ իրեն չի պահել, ինչպես այս դժբախտը։ Դժբախտ եմ ասում, որովհետեւ ուզում եմ հավատալ, որ միայն անցավոր չէ, այլ նաև պակասավոր։ Այնպես որ մեկնաբանելու բան չկա, ինձնից առաջ եւ ինձնից ոչ պակաս սուր քննադատությունների ենթարկել է մեր ողջ առողջ հանրությունը։ Ինչի եմ ասում առողջ հանրություն, որովհետեւ կան մարդիկ, որ առողջ չեն։ Մի մասը առողջ չէ, որովհետեւ ինչ որ վարձավճար է ստանում, երբեմն նաև արգելավճարի տեսքով, մյուս մասը դե ինչ արած, հիմա իրենց իրավունքն է։ Մի 5-10% կան, որ անմիջականորեն կախված են օրվա իշխանություններից, Նիկոլ Փաշինյանն էլ այդ իշխանությունների տերն է։ Ներողություն, որ անունը տվեցի, մեր սրբապիղծը, մեր ազգային պղծությունը։ Բայց այնքան ողորմելի, որ որևէ խոսք չասես քո ռազմագերիների մասին, որևէ խոսք չասես այն մասին, թե ինչպես են միջազգային հարթակներում բաց խոսում, որ միջանցք եք տվել առանց որևէ նախապայմանի։ Չէ, ինքը ինչ որտեղ հակադրվեց այն բանին, որ թող Ալիևը ցույց տա որևէ փաստաթուղթ, որում գրված է, բայց մենք սովոր ենք Նիկոլի այնպիսի հայտարարություններին, երբ ինքը ասում է մի բան, որպեսզի անի անպայման հակառակը, եւ մենք փաստերով տեսնում ենք, չէ, ամենահզոր հնարավորությունն էր, որ եթե նույնիսկ նախնական համաձայնություն չկար, Թրամփի ներկայությամբ ասվեր, գիտեք, պատանդներ պահող պետությունը ցույց է տալիս, որ ինքը պատրաստ չէ խաղաղության։ Հետևաբար որևէ փաստաթուղթ այդ պետության հետ կնքած անիմաստ է։ Սա ասում եմ նաև մեր այն դժբախտներին, որ ասում են, վայ Նիկոլը խաղաղություն բերեց, այ ստախոսներ, այ փչացածներ։ Խաղաղությունը մեր տարածաշրջան մտավ եվրոպական դիտորդների ժամանումից հետո։ Ինչու եմ ասում փչացած, որովհետև ստախոսը ի վերջո փչացնում է իրեն եւ իր երեխաներին։ Եվրոպական դիտորդների գալուց առաջ Նիկոլը ամեն ինչին համաձայնվել էր մեր պղծությունը, մեր ամոթն ու խայտառակությունը։ Ի վերջո մերն է, դրա համար ասում ենք մերը։ Համաձայնել էր, ինչ հակառակորդն ու թշնամին ինչ ուզում էին, այդ ամենը անում էր, բայց դրանով հանդերձ մենք ամեն օր սադրանքների, եթե ոչ ամեն օր, ապա շաբաթը 2 անգամ սադրանքների մասին տեղեկություններ էինք ստանում, զոհեր էինք ունենում։ Եկան եվրոպական դիտորդները եւ հարաբերական կայունություն ու խաղաղություն հաստատվեց։ Սա է միակ ճշմարտությունը։ Մնացածը թե ինքը իր սապոնվելով, իր շողոքորթությամբ ծնկի գալով, հազար ու մի այլանդակություններ անելով, իբր խաղաղություն է բերում, դուք ձեզ փչացնում եք, կամ ի սկզբանե փչացած եք ձեր ուղեղներով։ Ես սահողում եմ այն մարդկանց, ովքեր շարունակում են համարել, որ Նիկոլը խաղաղություն է բերում։ Աշխարհում այդպիսի խաղաղություն ով է բերել։ Երբևէ լսել եք, որ կատաղած գամփրին գնաց շողոքորթես։ Դուք լսել եք այդպիսի բան։ Կարող եք ձեր երեխային տանել գամփրի դիմաց կամ որևէ փողոցային շան դիմաց, որը գրմռում է, ատամներն է կրճտացնում, ասում եք, տեսեք, մենք բարի ենք, մենք ձեր ուզածները կանենք։ Այդպիսի բան չկա։ Ձեզ խափում են, դուք էլ ապուշի տեղ եք դրել ձեզ ու պատժվելու եք այնպես, ինչպես պատժվեցին 20 թվականին, 1920 թվականին Կարսը հանձնող խեղճ անմեղ հայ զինվորները։ Նրանց բոլորին եւ բռնաբարեցին եւ հետո էլ գլխատեցին։ Դուք գիտեք դրա մասին։ Իսկ նախ այն ժամանակվա Նիկոլներն ասում էին, չէ, սրանք Լենինի դաշնակից թուրքեր են, սրանք ուրիշ թուրքեր են։ Եկեք մենք չկռվենք, հանձնվենք, ամեն ինչ լավ կլինի։ Մենք այդպիսի խաղաղություն տեսել ենք եւ բոլոր բթացածներից կոչ եմ անում, հասկացեք, որպես ձեր աղջիկներին չբռնաբարեն, հետո էլ ցածի վրա չնստեցնեն, այսօր դուք պիտի ոչ ասեք այս որակի տականքներին։ Ասացիք, որ Հիշորձև հակադարձեց, բայց ո՞րն էր այդ հակադարձությունը։ Թրամփն է խոսում միջանցքի մասին, Ալիևն է խոսում միջանցքի մասին, ԵԽԽՎ-ում գերմանացի պատգամավորը խոսեց Զանգեզուրի միջանցքի մասին։ Ըստ էության միջազգային հարթակներում պայթեցրեցին, որ դուք տվել եք այդ միջանցքը առանց որևէ նախապայմանների եւ Փաշինյանի գորգորոցը ուղղակի իմիտացիա էր ստեղծում։ Ներողություն, դուք ձեր հարցադրումն այնպեսին էր, կարծես թե ես ասել եմ, որ Նիկոլը միջանցք չի տալիս։
Նիկոլը ամբողջ Հայաստանն է պատրաստ տալ։ Խոսքը դրա մասին չէ։ Խոսքը այն բանի մասին է, որ ինքը համենայն դեպս հրապարակավ հակադարձեց։ Իսկ որ Ալիևի խոսքը կարող է ինչպես ասում են, նավթի հոտ ունեցող, իգրայի հոտ ունեցող դոլարներով գտնել արձագանքներ, կամ կարող է այնքան էլ այդ հարցով ոչ բավարար մտահոգություն չունեցող ինչ որ քաղաքական գործիչ հայտարարի, որ դե պայմանավորվել են, հա, այն Ալիևը միջանցք էր ուզում, մի վերջո այդ հարցում համաձայնության եկել, դա այլ թեմա է, եւ այստեղ մեր դիվանագիտության անաշխուտանողություն, անկարողությունն է մեղավորը։ Իսկ այն ինչ որ ես ասում եմ, որ ինչ որ ձևով իր ձևով հակադարձեց, դա ակնհայտ է, բոլորս ենք տեսել, որ ինքը շարունակեց ճամարտակել այն բանի մասին, թե մենք ճիշտ է այնտեղ փաստաթուղթ ենք ստորագրել, բայց այդ ինչ անխոչնդոտ ճանապարհ է տրամադրելու, այ պղծություն։ Անխոչնդոտ ճանապարհ լինում է միայն այնտեղ, որտեղ դու իրավիճակի տերը չես, մնացյալ դեպքերում կան բնական օրինական խոչընդոտներ։ Կերս խաղաղության քարոզը որ իրենք տանում են։ Դե դրա մասին ասում է վերջերս նորից ասաց ԵԽԽՎ-ում, որ մեր նորացի խաղաղությունը մեկ ամսական, արդեն 20 պայմանական թիվ ասեք, 20 քանի օրական է։ Բոլոր առողջ բանական մարդիկ լսելով այդպիսի արտահայտություններ ուղղակի ասում են լակոտ։ Կարող է մտքում ասեն քաղաքական կամ ոչ, այդ ինչ նոր բան ես բերել, այն ինչ որ կա, արդեն կա 2 տարուց ավելի եվրոպական դիտորդների ժամանումից հետո դու նոր ոչինչ չես բերել, որ ասում ես, թե կարծում ես Թրամփի ներկայությամբ ինչ որ բան կիսատ պռատ ստորագրելը դա խաղաղությունը առարկայական դրսևորում է հարևան պետությունների հետ պատերազմական վիճակում գտնվող պետությունը խաղաղության մասին խոսում է այն ժամանակ, երբ այդ պատերազմական գործողությունները դադարում են եւ երկուստեք ընդունում են, որ իրար հանդեպ պահանջներ չունեն եւ դա ապացուցում են գործով։ Այստեղ արդեն ասացի, գերիների արկայությունը, պատանդների արկայությունը միանգամից շղթում է, զրոյացնում է այդ բնույթի հայտարարությունները։ Իսկ ընդհանրապես խաղաղության պայմանագրերը քանի անգամ ասել եմ, բայց ստիպված եմ կրկնել, ոչինչ չարժեն, երբ դու պայմանագիր ես կնքում բռնապետի հետ։ Բռնապետ նշանակում է մշտապես պատերազմ հայտարարած սրիկա։ Բոլորը գիտեն, հիմա Նիկոլն էլ է ուզում հավասարվել Ալիևին իր կալանավորումներով, իր սխափանման միջոցները կալանքը օգտագործելով, ուզում է նմանվել նրան, որովհետև ինքը այնքան ասաց, որ այ բարեկիրթ մարդ է, բայց բռնապետ է, դու եթե լեզուդ պատտվում է բռնապետին ասել բարեկիրթ մարդ, դու ուրեմն ամենափշացած մարդն ես։ Նույնիսկ մեկ հոգու անարդարացիորեն պատժող բռնապետը արդեն բռնապետ է։ Այսպիսով բռնապետների միջև կնքված եւ բռնապետի հետ կնքված պայմանագրերը ոչինչ չարժեն, սա է աշխարհի փորձը։ Առավելագույնը դա կարող են այդ բռնապետի համար ոչ բարենպաստ պայմաններում մի քիչ որ կաշկանդիչ դեր ունենալ։ Հենց պայմանները մի քիչ փոխվեցին, իսկ պայմանները կարող են փոխվել։ Մեր օրերում լարվածությունը մեկ օրվա ընթացքում է ասպարեզ գալիս։ Մենք շատ ծանր վիճակում կլինենք։ Այնպես որ երբ դու գործ ունես փողոցային կատաղած շան հետ, նրան համոզելով դու չես կարող։ Դու պետք է ուրեմն ունենաս գործընկերներ կամ ինքդ լավ պատրաստ լինես, որպեսզի այդ կատաղած շանը, քո զավակներին սպառնացող շանը, հայերը ունեն չէ՞ այդ ասացվածքը, շան հետ ընկերություն արա, բայց փայտը միշտ ձեռքիդ պահիր։ Մենք մեզ չխափենք, նորություններ չանարենք, ցանկացած մեծամիտ ստոր արարած փորձում է այնպես անել, որ աշխարհը սկսում է իրենով։ Այսպես կոչված հեղափոխականների հիմնական նպատակը դա։ Գիտեք, մեզնից առաջ չկար, մենք սկսեցինք։ Բայց դու դա ասելու պետք չունես, եթե դա իրականություն է։ Եթե դրա մասին բլբլացնում ես անընդհատ մեջ, նշանակում է ինչ-որ բան այն չէ։ Ալիևը ոչ միայն հրապարակային է ցույց տալիս, կամ ավելի շուտ այսպես ասենք, հա, Ալիևյան կլանը, անգամ վերջերս Գանջայում ապահովը 25 խաղերի բացման ժամանակ իրենք այդ երկաթե բռունցքը ցուցադրեցին, որպես հայերի ողնաշարը կոտրած խորհրդանիշ, խնդրեմ։ Ես այդպիսի բաներ մեկնաբանել չեմ ուզում, ես քաղաքական գործիչ եմ, մեկնաբան չեմ քաղաքական, դրա համար տարբեր մարդիկ կան, գանք, խոսենք, քննադատեն, իմ խնդիրը հետևյալն է։ Այն կոնտեքստում եմ ուզում մեկնաբանել, որ կեղծ խաղաղության քարոզը։ Դե ես դրա մասին արդեն խոսեցի, որքան էլ որ դրա մասին խոսեմ կրկնեմ, հասկացողը վաղուց հասկացել է, չհասկացողը ոչ, շատ կարևոր է այն, թե մենք որպես այս երկրի տերեր, սահմանադրությամբ Հայաստանի քաղաքացիներն են երկրի տերը, ինչ գործողություններ պետք է ձեռնարկենք, որպեսզի կասեցնենք այս պղծության հաղթարշավը։ Ցավոք սրտի մենք դրա ականատեսնենք ազգային խայտարակության ու պղծության հաղթարշավը։ Դրանից ելնելով
Մենք ընթառաջել ենք մեր արված հրավերներին եւ ելի կընթառաջենք, որպեսզի միասնական լուծումներ գտնվի։ Ամսի 15-ին տեղի ունեցավ մի կլոր սեղան անցած ամսվա, հետո 19-ին, որը արդեն շարունակական բնույթ է կրում։ Այսօր arczepiskopos այո Միքայել Սրբազանի Աջապահյանի դատավարության եզրափակիչ օրն է կլոր սեղանը հատուկ որոշում ընդունեց այսպես է կոչվում այդ կլոր սեղանը արդեն կարծես թե դա ընդունվեց բոլորի կողմից ազգային համագործակցության կլոր սեղան եւ այդ կլոր սեղանը նախ հայտարարություն ընդունեց իշխանությունների ի վերջո իր էությամբ հայ առաքելական եկեղեցու գործիչներին ճնշելու միջոցով եկեղեցու դեմ ուղված այդ գործողությունների դեմ միաժամանակ այսօր կոչարվեց որ մենք բոլորս ժամը 5:30 լինենք եթե դժգոհում ենք այդպիսի գործողություններից մեր ներկայությամբ մեր բողոքն արտահայտենք սա նվազագույնը այս կլոր սեղանը որ ստեղծված է նաև իշխանությունների արտաքին քաղաքականության ոլորտում եղած դրսևորումների նկատմամբ վերաբերմունք դրսևորել եւ արդեն առարկայորեն ազդելու ուղղությամբ շատ խնդիրներ է իր արժեվ դրել բայց մենք հասկանում ենք բոլորս էլ գիտենք որ կլոր սեղանը ուղղակի նախնական փուլն է այն փուլը երբ դու մարդկանց լսեցնում ես քո կարծիքը լսում ես այլոց կարծիքը հարստացնում գալիս ես հայտարարի եւ ի վերջո գտնում այն ճանապարհը որը որոշակի համագործակցության ճանապարհով կարող է օգտակար լինել առաջընթացի համար այնպես որ այսօր ամենաարդյունավետ միջոցը այն է որ մենք իսկապես ստեղծենք ազգային համագործակցություն ինչպես անկախություն չունենալուց առաջ պետականություն չունենալուց առաջ մենք այդպիսի համագործակցություն ենք ստեղծում ազգային ինքնորոշում միավորում այն ժամանակ միավորում հենց այդ նպատակով էր ստեղծվել եւ տասնյակ հազարավոր մարդկանց միավորելով կարողացավ սեպտեմբերի 21-ին հասնել այսօր էլ մոտավորապես այդ փուլում ենք բայց ավելի նուրբ ենք աշխատում այսինքն ազատ մտքերի փոխանակում կլոր սեղան ազգային համագործակցության կլոր սեղանը նույնիսկ եթե չկարողանա բոլորին միավորել ապա իր կազմից կգտնի այն քաղաքական ուժերին նաև պատասխանատու հասարակական կազմակերպությունների անհատների որոնց ծրագրում ենք օգնել իմիգալ հանուն ձեր նշած բոլոր անարդարությունները բնում կասեցնելու համար Կարով Սրբազանին 2 տարի 6 ամիս կալանք է պահանջում դատախազը դուք որևէ ասելիք ունեք այս անհաղորդ հայացքով դատավորին որ այդ որոշումը ըստ էության կկատարի որովհետև ամեն ինչ գնում է դրան Մենք դեռ չգիտենք կատարի թե չէ բայց ես մի բան ասեմ քիչ առաջ ես հայերեն սխալ արտահայտվեցի երբ ասում ես հանուն վերջում չպետք է ասես համար ուղղակի մտքերով տարված բաց թողում արեցի հայրենի սիրահարները թող ներողամիտ լինեն ուրեմն հանուն հայրենիքի հետո պետք չի ասել հանուն հայրենիքի համար ես այդ սխալը թույլ տվեցի ներող կլինեք վերադառնալով ձեր հարցին ասեմ որ ես հիասած եմ Սրբազանի պահվածքով իսկապես հոգևորականի պահվածք է գիտեք ես առիթ ունեցել եմ նման իրավիճակներում լինելու եւ երկար տարիներ եւ հիշում եմ որ շատ հաճախ դու հաղթական ես լինում երբ հոգևորի վրա ես շեշտադրում կատարում այստեղ շատ գեղեցիկ է նաև իր թող վիրավորական չլինի մեր դատական մեր իրավապահ համակարգի համար իր արհամարական կեցվածքը ես հիշեցի իհարկե իմը երկար փորձառությունից հետո էր 17 տարուց ավելի բանտերում անցկացնել վերջին հարցաքննությունների ժամանակ ես այսպեսի կեցվածք էի ընդունել քննիչը հարցանչեցնում էր ասում էի չլսեցի ինչ ասացիր կրկնում էր ասում ես չեմ լսում չլսեցի Այսինքն հետո գրավոր էր գրում ասում էի քննիչը ինչ որ բան է գրել բայց ես չեմ կարդում ինքը հնչեցնում էր ասում էի այս պահին ես երգում էի մեր հայրենիք երգը մտքումս դրա համար չլսեցի ամբողջ քննությունը դրան էր վերածված Աջապահյանը ինձ հիշեցրեց այդ հոգեվիճակը ես ուրախ եմ որ այդպիսի հոգևորական ունենք եւ իհարկե այսօր ոչ միայն ազգային համագործակցության կլոր սեղանի որոշմամբ այլ նաեւ ինքնուրույն ընկերներիս հետ կլինեմ դատավարությանը եթե Նիկոլ Փաշինյանը ուզում է դառնալ Լուկաշենկո ապա այսօր մեր սիրելի Սրբազանը տեսեք չեմ ասում հարգելի սիրելին մի քիչ ավելի է քան հարգելին մեր սիրելի Սրբազանը ինչ որ ազատազրկման ժամկետ կստանա իսկ եթե համենայն դեպս ինքը իր շահերից ելնելով ի վերջո չէ որ տունտունիկ է խաղում թե իբր
Եվրոպական միության անդամ դառնալու երազանք ունի։ Այդ դեպքում այսօր Սրբազանը դուրս կգա կալանքից երևի պայմանականով։ Կարո՞ղ մյուս թեմաներին, պարոն Հայրիկյան, վախի մթնոլորտը, որ իրենք փորձում են ստեղծել, այդ ըստ էության վերջերս ազգային ժողովից Նիկոլ Փաշինյանը ընտրված քաղաքապետին է կոնկրետ սպառնում, սա ինչի դրսևորում է։ Սա նախ եւ առաջ իր հնչեցրած Վարդան Ղուկասյանի մասին։ ժողովրդավարության սկզբունքների խախտում է, առաջին հերթին դա ցույց է տալիս, որ ինքը ժողովրդավարությունից ոչինչ չի հասկանում, իսկ եթե երբ խնդրից չհասկացող մարդը ճամարտակում է դրա մասին, նշանակում է ինքը անազնիվ է, մեղմ ասեմ։ Այո, այդ ամենը անթույլատրելի են։ Եթե կա ինչ-որ իրավական խնդիր, ապա դա քոնը չէ, դրա համար կան իրավապահ կառույցներ։ Իսկ եթե դու խոսում ես քո որպես քաղաքական ընդդիմախոս, պիտի իմանաս, որ քո քաղաքական ընդդիմախոսը նույնպես ապրելու եւ իշխանության ձգտելու իրավունք ունի։ Եթե դու դա մոռացել ես, նշանակում է արդեն թեվակողում ես Ալիև եւ Լուկաշենկո ճանապարհ դառնալու ճանապարհի այդ ճանապարհին ես։ Բայց մի բան կա, որ ինձ համար շատ ակնհայտ է եւ բոլոր հայերը պետք է դա հասկանան։ Ժողովրդավարության մասին ճամարտակող, լավ հայտարարություններ անող, դրա կարևորությունը հասկացող պետական այրը որևէ քաղաքական գործիչ չէր կարող անտարբեր լինել բացարձակ ժողովրդավարություն անունով նախագծի նկատմամբ, ավելին չէր կարող թշնամաբար տրամադրված լինել։ Այդ հիմքի վրա է, որ ես արդեն իրավական անառարկելի ձևով 3 նախազգուշացում եմ հնչեցրել եւ գլխավոր դատախազին եւ հակակոռուպցիոն կոմիտեի պետին, երկուսին, որ դուք դարձել եք կոռուպցիոն հանցանքի հովանավորը, կոռուպցիոն հանցախմբի հովանավորը եւ ի տարբերություն մնացյալ բազմաթիվ հարյուրավոր մեղադրանքների այստեղ ամեն ինչ հստակ է։ Դուք կարող եք պատկերացնել, որ Գամսախուրդյան Վրաստանում կենթանի լիներ, սահմանադրության հարց քննարկվեր, ինքը նախագիծ ներկայացներ եւ այդ նախագիծը թաքցնեին։ Մեկ անգամ, երկու անգամ, ի վերջո խախտելով օրենքը, որը պարտավորեցնում է։ Հիմա ժողովրդավարության մասին տրված է նախագիծ եւ ինքը հրամայել է, որ դա չքննարկվի։ Իսկ դա կուսակցությունների մասին սահմանադրական օրենքով հանցագործություն է։ Այդ օրենքը պահանջում է 21-րդ հոդվածը անպայման քննարկել։ Տեսեք, ուրիշ տարբերակ չկա, այլընտրանք չկա, բայց միակ այլընտրանքը փորձում են պարտակել։ Հիմա սա նույնպես կդառնա բավական լուրջ քննարկման առարկա, որովհետև որևէ հայ մարդ, առողջ մտածող հայ մարդ չի կարող անտարբեր անցնել այս փաստի կողքով։ Եթե անտարբեր է անցնում, նշանակում է ինքը արժանի է ավելի վատ պայմանների, ավելի վատ զարգացումների, որովհետև իմանալ, որ քննարկվում է սահմանադրություն ունենալու տարբերակ, իմանալ, որ իրենք ոչինչ չեն արել, բայց կա պատրաստի նախագիծ ու չքննարկել, սա արդեն պատասխանն է։ Ոչ թե քննարկել, այլ չարաշահելով իշխանությունը խանգարել, որ հայ ժողովրդի համար օգտակար նախագիծը մտնի շրջանառության մեջ։ Դուք պատկերացնում եք ինչ է նշանակում։ Եթե 18 թվականին ինքը պարտակած չլիներ, Հայաստանը ամենաուշը 19 թվականին դարձած կլիներ աշխարհի ամենաժողովրդավարական պետական համակարգ ունեցող երկիրը, տեսեք ճշտում եմ անում։ Ոչ թե ամենաժողովրդավարական երկիրը, այլ ամենաժողովրդավարական պետական համակարգ ունեցող երկիրը եւ վերջ Հայաստանը կդառնար բացարձակապես օրինակելի։ Եվ այս ասողը գիտի ինչ է ասում, այս ասողը ժամանակին այնպես չի որ, երկնքից իջավ ինչ որ բան ասեց, ինչպես ասպարեզում հայտնված բազմաթիվ այսպես կոչված քաղաքագետների, քաղաքագետ են գուցե իսկապես, բայց իրենք իրենց գործով ու կյանքով էլ պիտի ապացուցեն, որ իրենց խոսքը արժեք ունի։ Ուրեմն մեր ժողովրդի հանդեպ է դա բացասական գործողություն, ոչ թե իմ հանդեպ։ Ժողովրդավար երկրում ընտրված Փարաքյարի համայնքապետը իր տան բակում գնդակահարվում է վաղ Այդ ձեզ համար է ժողովրդավար երկիր, ինձ համար ժողովրդավար չի։ Չէ, դե դա էլ ասում է, ձեր ասած մեր պատկերացած։ Ինքը խոսում է ժողովրդավարությունից, ինքը խոսում է ժողովրդավարության ամբիոն ենք, աշխարհի համար օրինակ ենք, աշխարհը հաշվի է նստում ժողովրդավար։ Շնորհակալ եմ։ Իրական Հայաստանի հետ, որը ժողովրդավար է։ Կուզեմ այս սպանություններն էլ էլի նորից։ Շնորհակալ եմ, որ դուք ինձ հետ համակարծիք եք այդ հարցում, այո, ինքը իրավունք չունի օգտագործել ժողովրդավարություն բառը, բայց ես այս վերջին դեպքերի առիթով չեմ ասում, ես ավելի խորը ներկայացրեցի սկզբունքորեն։ Ժողովրդավար, ճակերտավոր երկրում սրբազաններ են դատվում, բարերար է դատվում։
ընդդիմադիր Հայաստան ունեցող մարդիկ կամ դատվում են կամ Այստեղ էլ ես այդ համաձայն եմ, հայելին պահպանում է իր ոճը, շնորհակալ եմ շատ, որ մենք համակարծիք ենք, բայց մի բան պիտի ճշտեմ։ Դա բազմաթիվ կասկածներ առաջացնող սպանություն է եւ դրա մասին շատերն են խոսել։ Շատերն են խոսել եւ խոսում մանավանդ գործին մոտիկից ծանոթ փաստաբանները։ Այստեղ ես ինձ թույլ չեմ տա ավելի իրազեկներից շատ խոսել, նրանցից ավելի խոսել։ Ես գիտեմ, որ այդ ամեն ինչ, որ կատարվել է, դա ընդհանուր առմամբ խայտարակություն է, բայց գնահատականներ տալ ես չեմ շտապի, որովհետև մասնագետները, իրազեկ մարդիկ տալիս են գնահատականներ, ի վերջո գործը քննվում է։ Ես գիտեմ, որ օրինակ քննչական կոմիտեն վաղուց բղծված է, դարձել է կոռուպցիոն համակարգի մաս, կոռուպցիոն հանցախմբի մաս է կազմում այսօրվա քննչական կոմիտեի ղեկավարությունը։ Ես կարող եմ փաստեր ներկայացնել, բայց ի վերջո քննություն է իրականանում եւ այդ քննությունը պիտի արժանանա ի վերջո մասնագետների գնահատականներին, որովհետեւ դատական գործընթացը նույնպես գնահատական տալու դատական գործընթացի ընթացքում ոչ միայն տվյալ երևույթին ես գնահատական տալիս, այլ նաև բացահայտվում են մեղադրող եւ մեղադրվող կողմի գործունեության կեցվածքի նրբերանգները։ Այնպես որ այստեղ ես ընդհանուր առմամբ համաձայն եմ, համամիտ եմ, որ այսօրվա իշխանությունները կանգնել են մի ճանապարհի վրա, որը իրենց ի վերջո պիտի հանգեցնի ամենավատ որոշումներին, ամենավատ քայլերին, բայց վերջնական գնահատական չեմ շտապի տալ, ես պատասխանատու եմ վերաբերում ցանկացած ասված խոսքի։ Սա առաջիկայում օրինակ Էջմիածնում վաղաշաբաթում սպասվում են ընտրություններ, սա ազդեցություն կունենա վախի մթնոլորտի վերջո իրենց հաջողվում է ստեղծել, թե ոչ։ Վախի մթնոլորտը ազդեցություն ունենում է, ես գիտեմ իմ անձնական օրինակով, մարդիկ ովքեր որ շատ վճռական ու համոզված տրամադրված էին աշխատել օրինակի համար 13 թվականի ընտրություններին նախագահական եւ ին վարկանիշը ահագին բարձրացել էր, դա էլ ակնհայտ էր, այն աստիճանի էր բարձրացել, որ որոշակի շրջանակներ հանձնարարություն ստացան Հայրիկյանին ասպարեզից հանել։ Եվ ես տեսա որևէ մեկի չեմ մեղադրում, որովհետեւ մարդը եթե գնում է խաղաղ քաղաքական գործընթացի եւ ընթացքում հանդիպում է բռնությունների ակնհայտ դրսևորման եւ դրանց զանգվածային պետական աջակցության, դուք գիտեք չէ, որ այն ժամանակ հանրապետական կուսակցությունը ինքը մասնակից չէր մահապորցին, բայց ամբողջ Հայաստանում մեկ պետական բոլոր կառույցներում ասում էր տարածեք, որ Հայրիկյանը ինքն է իր վրա կրակել։ Ամբողջ կուսակցությունը զբաղված էր դրանով։ Ինչ եթե վարկանիշս բարձրացել էր։ Եվ ես այն չեմ ասում, բայց դա ազդեց մարդկանց վրա։ Եվ ես չեմ կարող որևէ մեկից պահանջել լինել անվախ։ Ես նույնիսկ այն տարիներին, երբ KGB-ի հետ լուրջ խնդիրներ կար, ընկերներս մի քանիսը շատ կարևոր մարդիկ լքեցին ինձ, լքեցին պայքարը, բայց դա իրենցից ես պիտի պահանջեի մինչև կյանքի վերջ։ Իրավունք չունեի, մարդը տնվում է աշխարհի գալիս, որպեսզի ապրի։ Նաև որոշ դրվագներում պայքարի, բայց ամեն մարդու ճակատին չի գրված պայքարել ամբողջ կյանքում։ Որոշ մարդիկ ինչ որ փուլ անցնում են, մենք մի լավ սա մեր պատմաբան Նորայր Խանզադյանի խոսքերն էր, ասում էր անկախության համար պայքարը դա փոխանցավազք էր։ Այսինքն ով ինչքան կարողանում էր դրոշը տանում էր, փոխանցում էր մյուսին։ Եվ այստեղ էլ մարդիկ կարող են ինչ որ պահի իրենց լավ դրսևորել, հետո հոգնել։ Այլ բան է, երբ մարդը ինքն իրեն դավաճանում է։ Այնպես որ այո, վախի մթնոլորտը բոլոր բռնապետների գլխավոր զենքն ու գործելամիջոցն է, այնպես որ քանի որ այսօրվա մեր խայտարակությունն ու պղծությունը ունի այդպիսի տրամադրություններ եւ հակվածություն, մենք պիտի ընդունենք, որ դա կարող է ազդել նաեւ Էջմիածնի ընտրությունների վրա, սակայն այնտեղ տեխնացուներից մեկը բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, որ նաեւ իր որդուն կորցրեց պատերազմի ընթացքում, չեմ կարծում, որ նրան կարելի է վախեցնել եւ ինքը ունակ է ոչ թե հազարների, այլ տասնյակ հազարների ոգեշնչել։ Մենք էլ իր կողքին կլինենք, այնպես որ այո, վախը օգտագործում են, մենք էլ պիտի լինենք այդ վախը հաղթահարողների կողքին։ Եվ եւս մեկ անգամ ըստեյության ձեր կոչը, այսինքն մենք պաշտպանելով Միքայել սրբազանի մեր ինքնությունը առաքելական եկեղեցին ենք պաշտպանում։ Խնդրեմ այսօր ինքանցքեր։
այո, այսօր ժամը 5:35 դատավարությունն է Նորքի 4-րդ զանգվածի տարածքում է գտնվում դատարանը, գիտեն բոլորը։ Մեր հայտարարության մեջ ազգային համագործակցության կլոր սեղանի հայտարարության մեջ նշվում են նրբերանգները։ Նշվում է, որ հայ առաքելական եկեղեցին հայ ազգի հնագույն ամենակենսա կենսունակ եւ ամենատեվական նաեւ ողջ ազգը միավորող կառույց է, որովհետեւ հայը կարող է լինել այն թվերին հնչակ, դաշնակ կամ ռամկավար, բայց հայ առաքելական եկեղեցում կնքվում են բոլորը։ Հուղարկավորությունները նույնպես նույն եկեղեցում են կատարվում։ Այսինքն դա մեր ազգային հարստությունն է եւ նրա նկատմամբ պետք է լինել շատ նրբազգաց, շատ զգուշավոր, նաեւ պատկառանքով։ Ի վերջո մենք ունենք պետություն, որովհետեւ մեր ժողովրդի կյանքի համար ամենավճռական փուլում ոչ թե Արամ Մանուկյանը, Գարեգին Նժդեհը, Անդրանիկը եւ այլն անունները կարող եմ նշել, ոչ թե նրանք կատարեցին ամենակարևոր քայլը, այն է միասնաբար կանգնել թշնամու դեմ, այլ Գևորգ կաթողիկոսը, Սարդարապետը, որը մեր հիմքերի հիմքն է, կայացել է Գևորգ կաթողիկոսի վճռական միջամտությամբ։ Եթե հայ զինվորը չի կարող պաշտպանել Էջմիածին, ապա ես կպաշտպանեմ եւ կմեռնեմ Էջմիածնի մատուցներում։ Եվ դա պատճառ դարձավ, որ բոլոր այդպես իրավիճակին հարմարվող իրապաշտ, ճակերտավոր նյութապաշտ մեր քաղաքական գործիչները հանկարծ սթափվեն ու ասեն, որ էսի չէ կատարվում։ Իհարկե պետք է կռվենք։ Այնպես որ ես տեղյակ լինելով, որ պատմության մեջ ունեցել ենք նաև ոչ այնքան գովելի հոգևորականներ, մեկ-երկու դեպք։ Ընդհանուր առմամբ հոգևորականները հոգևորով ապրող, այսինքն ամենակարևոր բոլոր արժեհամակարգերի հիմքում գտնվող երևույթի հոգևորի կրողներն են մեր կյանքում, մեր հոգևոր հարստությունը։ Իսկ մարդը առանց հոգևոր հարստության այլևս մարդ չէ։ Այնպես որ սա նույնպես նկատի ունենանք։ Շնորհակալություն, պարոն Հերիկյան։ Ես եմ շնորհակալ։